Երբ որ մարդը Աստծուց հեռու է ապրում, նրա սիրտը հեռանում է, Աստծո տված բոլոր պարգևները, շնորհները, առաքինությունները, պարգևները, ինչ որ ինքը ունի, ամեն բան վաճառվում է այս աշխարհին։ Այս աշխարհը խլում է մեզանից այդ։ Ինչպես որ Ադամը, երբ որ դրախտից դուրս եկավ, ամեն բան կորցրեց, մերկացավ իր շնորհներից, իր պարգևներից եւ ամենագլխավորը Աստծո ներկայությունից։ Գնաց օտար երկիր։ Աշխարհը միշտ երկու թագավորություն ունի. Աստծո թագավորությունը եւ խավարի մեղքի թագավորությունը, որ սատանայի թագավորությունն է։ Ընտրությունը մարդունն է։ Եթե ուզում ես մնալ Աստծո թագավորության մեջ, ամեն բան պատրաստ է քեզ համար։ Սատանայի թագավորությունը շատ գրավիչ է, սիրելիներ։ Այո, որ մենք անցնում ենք եկեղեցիների կողմով, պարզ շինություններ են, չէ՞։ Ոչ մի ավելորդ գրավչություն չունի ինքը, գովազներ չկան, հրավերներ չկան, բարձր երաժշտությունով չեն հրավիրում, բայց երբ որ անցնես խաղատան կողքով, ամբողջ գեղեցիկ լույսերով լուսավորված, հրապուրիչ, քեզ ուտելիք են առաջարկում, նույնիսկ ամերիկյան Լաս Վեգաս քաղաքում քեզ հյուրանոց են տալիս, խմիչք են տալիս, որ դու ուտես, խմես, զգացողությունդ կորցնես, որ դու այստեղի բնակիչ ես, այս խաղատունը քո տունը չէ, բայց դու այն քո տունն ես դարձնում եւ մնում ես այդտեղ, քո ամբողջ ոչ միայն ունեցվածքն ես կորցնում, պատիվդ ես կորցնում, ընտանիքդ ես կորցնում եւ դառնում ես ինչ, աղքատ ու թափառական այս աշխարհի մեջ եւ հետո դառնում ես տրուկ։ Այսպես է սատանայի թագավորությունը։ Միշտ գեղեցիկ գովազներով գրավում է։ Երբ որ ես գիշերները Երևանից գալիս եմ Դիլիջան, այդ խաղատամոն երբ որ տեսնում եմ Երևանի ճանապարհին, հարյուրավոր մեքենաներ ու պատկերացնում ինչքան մարդ այդ պահին այնտեղ իր հոգին կործանում, իր ընտանիքը կործանում, իր քրտինքը այնտեղ վատնում, սարսափում ես, որ այս մարդիկ ոնց կարող են իրենց զավակից հեռու, իր կնոջ եփած ճաշը չուտել, գալ խաղատուն մի խաղալիք այդ խաղացու այդ ապարատի առջևը նստել, կոճակ սխմել ժամերով ու մոռանալ, որ արդեն լույսը բացվում է, դու հասնես, որ մարդը սրտով կապված չէ ոչ իր զավակին, ոչ իր ընտանիքին, ոչ էլ այն տանը, որտեղ ինքը ծնվել ու մեծացել է։ Եվ այդ գովազդը բերում է սրան, որ քեզ ամեն ինչից զրկում է եւ դու դառնում ես տրուկը այդ ամենի։ Ինչպես Դավիթ մարգարեն է ասում, մարդը պատիվ ուներ, կորցրեց եւ հավասարվեց անասուններին։ Անասունին հավասար դարձավ մարդը։ Ուրեմն այս կերպ ապրող մարդ այս աշխարհի մեջ, նրանք նաեւ այսօր, ովքեր իրենց օրերը անցկացնեն խաղատանը, գիշերային ակումբներում, հարբեցողությամբ, զվարճանքներով, պոռնիկների մերկապարը տեսնելով, իրենք անասունից ավելին չեն, որովհետեւ իրենք սիրտը կապել են շղթաներով, սերը ցամաքեցրել են, օտարացել են իրենց ընտանիքից, եկել են մեղքի գերին են դարձել։